Սիրելի հայրենակիցներ, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը իսկապես տապալել է ամեն ինչ։ Ազգային հարցում ոչնչացրել է մեր ազգային իղձերը։ Այո, հանձնել է Արցախը, ուրացել է Արցախը, հայ ժողովրդին բերել է հսկայական կորուստներ, ավելին թիրախավորում է Արցախն ու արցախցիներին եւ չի խոսում անգամ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Եվ դրան զուգահեռ հիմա այս իշխանությունը, որը իր, այսպես ասած, կարևոր քայլերից էր համարում ժողովրդավարությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ամբողջությամբ թաթախվելով հակաժողովրդավարական գործընթացների մեջ, նաեւ իրականացնելով կոռուպցիոն հսկայական գործարքներ, տապալել է նաեւ սա։ Պարոն Մինասյան, այդ մանտրայի պես որ կրկնում եք ամեն անգամ, սպանեց մեր իղձերը, հանձնեց, ուրացավ, ձեզ պետքա մանտրաքարտեր տպենք, մանտրաքարտ դա կոչենք եւ ձեզ բաժանենք բոլորիդ, որ դուք հանկարծ չմոռանաք, շպարգալկայի պես միշտ դրած լինի, որովհետեւ ցանկացած անհասկանալի իրավիճակում դուք սկսում եք խոսալ։ Ուրացում, Արցախ, որ ասում եք սպանել եք մեր իղձերը, կարող է սպանել ենք ծայրագավառապետ լինելու ձեր իղձերը։ Կարող է։ Դա հնարավոր է։ Խոսում եք ատելության մթնոլորտից հարգելի գործընկերներ։ Դուք ձեր ընդհանրապես խորհրդարանական ընդդիմություն եւ ձեր շրջապատող բանը, հանրույթը, ատելության մարտագլխիկներն են, որոնք որ sense հարձակվում են ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության դեմ։ Դուք նկատել եք, որ ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ եք տալիս։